Բարև ձեզ, Ազատեն լրատվականը սկսում է հայագիտական ձայնի արատի հաղորդաշարը։ Հնագույն ժամանակներից ի վեր հայը իր արժեհամակարգով, մարդաբանական տիպով եւ իր բոլոր առանձնահատկություններով բոլորի համար նախանձի տեղիք է առաջացրել եւ նորագույն ուսումնասիրությունները դրա վառ ապացույցն են։ Թեմայի շուրջ կխոսենք գրող Արծուն Պեպանյանի հետ միասին։ Բարև ձեզ, պարոն Պեպանյան։ Դուք ունեք նոր ուսումնասիրություններ եւ հետաքրքիր եզրահանգումների եք եկել եւ կցանկանամ անմիջապես անցնեմ հարցին։ Ժամանակակից ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են արմենոիդ մարդաբանական տիպի գանգեր, որոնք հետաքրքիր հետևության տեղիք են տալիս եւ հուզում են ոչ միայն հայերին, այլ ամբողջ աշխարհին։ Դրանք ինչ ուսումնասիրություններ են եւ ինչ եզրահանգման եք դուք ինքներդ եկել։ Վերջին շրջանի հայաստանյան իրադարձությունները, ինչպես նաեւ անկախությունից հետո պետականաշինության գործում ունեցած մեր դժվարությունները, կարելի ասել նաեւ անհաջողությունները հանրության մոտ այն մտայնությունն է առաջացրել, որ այսպես եղել ենք, այսպես կանք, այսպես էլ կլինենք, այս հորատեսական մտայնությունը, որը ենթադրում է, թե մենք չենք կարող այս վիճակը հաղթահարել։ Ես ուզում եմ փարատեմ այդ մտայնությունը հենց առաջի թեզից, որ այսպես եղել են, իրականում այսպես չի եղել մեր պատմության շատ մեծ ժամանակահատվածի ընթացքում, եղել է ուրիշ տեսակ հայ, ուրիշ տեսակ արժեհամակարգով, որի մասին ցավոք սրտի մենք քիչ տեղեկություններ ունենք, հանրությունը տեղեկացված չի եւ ինքը իր սեփական անցյալը չգիտի։ Անգլիացի պատմաբան Ֆինլայնը մոտ 100 տարի առաջ ուսումնասիրելով հայ ժողովրդի իրական պատմությունը, հնագույն շրջանից սկսած, այսպիսի մի միտք է գրել, որ հայերը որքան հպարտանալու բան կունենային, եթե իմանային իրենց պատմությունը, ցավոք նրանք չգիտենային։ Եվ իսկապես մենք մեր պատմությունը չգիտենք, այն ինչ որ մեզ մատուցվում է մեր պատմության մի հատվածն է եւ այն էլ գրված որոշակի շահեր բավարարելու նպատակով։ Այնինչ ես ձեզ կներկայացնեմ, դրանք իմ հետևությունները չեն, իմ ուսումնասիրությունները չեն, պարզապես ես հանդիպել եմ այլ մարդկանց ուսումնասիրությունների, հետևությունների եւ նրանց հղում անելով ես կներկայացնեմ։ Ուրեմն 1986-87 թվականին Երուսաղեմում ժողովուրդ եւ հող ամսագրում տպագրվում է մի հոդված արմենոիդները հնագույն աշխարհի արիստոկրատիա վերնագրով, որտեղ հեղինակը վկայակոչվում է գերմանացի երկու հնագետների ուսումնասիրությունների արդյունքները եւ ինքը որոշակի հետևությունների հանգում։ Ըստ այդ գերմանացի հնագետների ուսումնասիրության, ուրեմն այդ հնագետները պեղումներ կատարելով հին աշխարհի տարածաշրջանում, որը ընդգրկում է մեր հայկական լեռնաշխարհը ու նրան մերձակա որոշ տարածքներ, ուրեմն պեղումներ կատարելուց իրենք հայտնաբերում են մարդկային գանգեր, մարդկային գանգի մի որոշակի տիպ, որին իրենք հանդիպում են գլխավորապես արքաների պատկերներում, նաև պարզում են, որ ամբողջ այդ պեղումների ընթացքում մարդկային այդ տեսակը կազմում է բնակչության 5-10% եւ իրենք զարմանում են, թե սա ինչ է նշանակում։ Հարց է առաջանում, թե ովքեր են այս մարդիկ, որոնք իշխող դիրք են ունեցել, արքաներ, ժամանակվա կրոնական մեծություններ եւ այլ, ասենք, բոլոր պատկերներում այդ դեմքն է։ Հարց է առաջանում, թե ովքեր են եւ ինչ դեր են ունեցել իրենք։ Հետագայում նրանք նաեւ գտնում են որոշակի գանգեր, որոնք արտաքին տեսքով նման են դշածս տեսակին, բայց դեմքի հատվածը, դիմացնոտային, աչքերի դիրք եւ այլը, ասենք, տարբերվում է հիմնական այդ տեսակետից եւ իրենց մոտ հարց է առաջանում, ինչպես կարող է սա լինել, որը ըստ իրենց ուսումնասիրությունների դա դժվար թե երկու տարբեր ժողովուրդների կամ ռասաների, ասենք, խաչասերման արդյունք լիներ, ասենք, փոխադարձ ամուսնությունների, նման կերպ չի լինում, եթե, ասենք, ամուսնանում են տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ, եւ որոշակի ուսումնասիրությունից հետո իրանք գտնում են կաղապարներ մանկական գլխի չափերով ու շատ են գտնում այդ կաղապարներից, ոչ թե 1-2, եւ գալիս են հետեւության, որ այս կաղապարները այն ժամանակվա ժողովուրդների մի մասը հատուկ օգտագործել են, որպեսզի իրենց երեխաները
ծնվելուց հետո, երբ որ գանգը ձևավորվում է, գանգը ստանա հենց այն ռասայի գանգի տեսքը, որոնք իրենք հայտնաբերել էին իշխող, տիրող կամ թելադրող ռասայի։ Գերմանացի հնագետները իրենք հարց է առաջանում, թե ովքեր են այս մարդիկ եւ հետ են նայում ժամանակակից աշխարհին, սա մոտավորապես 100 տարվա ուսումնասիրություններ են, 100 տարի առաջվա եւ փորձում են տեսնել, թե ժամանակակից իրեն ժամանակվա ժողովուրդներից ում են ավելի շատ նման այս դեմք ունեցող, գլխի ձև ունեցող մարդիկ, եւ պարզում են, որ ամենից շատ իրենք նման են հայերին։ Այդ տեսակին իրենք կոչվում են արմենոիդ։ Մոտավոր թարգմանենք, ասինքն հայերի նմաններ, հայանմաններ։ Հետագայում այս նշածած հոդվածի հեղինակը ուսումնասիրություններ կատարելով գալիս են հետևության, որ հայանմանները կամ արմենոիդները իրենք այդ ժամանակվա արիստոկրատիան են եղել։ Իրենք որոշակի դիրք են ունեցել, բարձր, եւ նաեւ գալիս են հետևության, որ իրենք այսպես միայն ուժի կրող չեն եղել, որ գան ուրիշներին ասենք լուծ պարտադրեին, հարկադրեին, այդ դեպքում դու դժվար թե քո երեխային իրենց տեսքով գլխի ձև տաս, երբ որ ասենք դու իրենց քեզ նվաճել են նշանակում, այստեղ իրենք ինչ-որ մի արժեհամակարգ են բերել, ինչ-որ մի որոշակի իրենց տերմիններով ասում աստվածային ինչ-որ կայծ են ունեցել եւ մյուսները ցանկացել են, որ իրենց երեխաները ունենան նման դիրք եւ գալիս է այդ հեղինակական հետևության, որ ուրիշ ժողովուրդները, որոնք արմենոիդ չեն, հայանման չեն, իրենք իրենց երեխաներին նպատակային կերպով կաղապար էին հագցնում ծնվելուց հետո, որ ինքը որ մեծանա, արտաքնապես նմանվի, ինքն էլ դառնա արմենոիդ, հայանման եւ դա նրա երեխայի համար հետագայում ստեղծեր առաջ գնալու կարիերայի մեր տերմիններով ասած լավ հնարավորություններ։ Ու նաև պարզում է, որ այն ժամանակվա քուշաների մեծ թագավորություն է եղել, իրենց արքաների դամբարանները, երբ որ պեղումներ են կատարում, պարզում են, որ իրենց արքաներն էլ արհեստական հայանմաններ են, գլխի ձևով հայ են, բայց իրենք իրենց դեմքով, իրենց մնացած նշաններով հայ չեն։ Եվ այստեղից էլ հետևեցնում են, որ իրենք էլ ցանկանալով իրենց զավակներին դարձնել արմենոիդ տեսակի, արհեստականորեն, արտաքնապես իրենք այդ կերպ ցանկացել են ցույց տալ, որ իրենց ծագումը աստվածային է, քանի որ այն ժամանակվա այդ ռասան համարվել է բարձր ռասա, այսպես ասենք, գալիս են հետևության, որ մեր թվարկությունից առաջ 10000 թվականից մինչև մեր թվարկությունից առաջ 2000 թվականը այդ տեսակը հին աշխարհում եղել է իսկապես արիստոկրատիա, ինքը որոշակի արժեհամակարգ է ունեցել, լինելով փոքրաքանակ ամբողջ հանրության մեջ ինքը կարողացել է եւ արժեհամակարգ տալի որոշակի դիրք գրավել ու մյուսների համար դառնալ օրինակման ու նախանձի առարկա։ Հիմա եթե շատ մեծ սխալ գործած չեն լինի, եթե ասենք, որ այդ արմենոիդները, որ կոչվում են հայանմաններ, մեր նախնիներն են եղել, հետեւաբար մենք իրավունք ունենք պնդելու, որ մենք ենք նաև ժառանգը այդ մարդկանց, մեր նախնիներն են, որ եղել են հնագույն աշխարհի արիստոկրատիան, հատկապես որ դա եղել է մեր պատմական հայրենիքում ու նրա մերձակայքում, որտեղ շատ ազատ մենք կարող էինք տարածվել եւ կամ փաստեր, որ այստեղից ասենք եղել է տեղաշարժեր։ Պարոն Պեպանյան, դուք ունեք ուսումնասիրություններ արաբական որոշակի աղբյուրներից, որոնց մեջ առկա են հայերի հնագույն արժեհամակարգի մասին որոշակի տվյալներ։ Ինչպիսի տվյալներ են, կբացահայտեք մեզ նույնպես դրա մասին։ Ժամանակին այստեղից մի 3500 տարի մոտավորապես առաջ այդ ասքում պատմվում է, որ արաբների երկրից մարդ է գալիս Հայաստան, բավական երկար մնում այստեղ եւ մի որոշ ժամանակ հետո ինքը հարցնում է տեղացիներին, ասենք մեզ, որ ես չեմ տեսնում ոստիկաններ, ուր են ձեր ոստիկանները ձեր գյուղերում, ձեր համայնքում չկա։ Գրված է այնտեղ, որ հայերը զարմանքով ասում են, բայց ոստիկանը ինչի համար պիտի ունենանք, էլի, որ ինչ անի։ Հյուրը ասում է, ինչպես թե գողերին բռնի, կարկազանցներին կարգի հրավիրի, հարցեր են առաջանում, ինքը միջամտի թույլ չտա, որ հայերը նրան ասում են, ինչ է նշանակում կռիվ անել, ինչ է նշանակում գողանալ, ինչպես կարելի է գողանալ քո եղբորից։ Մենք բոլորս եղբայրներ ենք, նույն մարդու ժառանգներն ենք, մեր քրմերը մեզ արժեհամակարգ են բերել, մենք այդ արժեհամակարգով ապրում ենք եւ մեր մոտ նման բան չկա։ Հաջորդ զարմանքը հյուրը ունենում է մի որոշ ժամանակ հետո, երբ որ ասենք բերքի բերքահավաք է լինում, ինքը ապշած հարցնում է, թե ուր են ձեր հարկահանները։ Էլի մեր հայերը հարցնում են, բայց ինչի համար են պետք հարկահանները, որ ինչ անեն։ Ինչպես ասում է հյուրը։
գա ձեր տները ստուգի, արդյոք դուք ձեր բերքից օրենքով սահմանված չափաբաժինը առանձնացրեցիք հանրության համար, պետության համար, թե դուք խափում եք, թաքցնում եք ձեր բերքի երեկամուտի իրական չափերը եւ հայերը նրան զարմացած հարցնում են, կրկնում սա նույն արաբի վկայություններն են, սա մենք չենք մեր մասին պատմում, որ հայերը ասում են, այն որ պիտի տան համայնքին, կռված զինվորի համար, որ երեխայի համար, տարեց մարդու համար, մեր ղեկավարների համար, մեր բանակի համար, ինչ է նշանակում չտանք, ինչպես թե չտանք։ Մենք գիտենք, ըստ մեր արժե համակարգից մեր կարգի, որ եթե ես ստացա 10 պարկ բերքից, երկուսը հանրությանը եւ ես շատ հանգիստ այդ երկուսը տանում տալիս եմ եւ հարկահանը գան ինչ անի։ Մենք բոլորս էլ գիտենք, որ 8-ը 9, 2-ը 9 եւ նման խնդիր չկա։ Ինչպես կարելի է չտալ քո եղբորը այն չափաբաժինը, որը անհրաժեշտ է որ քո հանրությունը ապրի։ Մի որոշ ժամանակ հետո հյուրի մոտ մի նոր զարմանք է առաջանում եւ հարցնում է տեղացիներին, որ այն մնացած հարցերը ես հասկացա, բայց մի հարց չեմ հասկանում, ուր են ձեր իշխանավորները, այսքան ժամանակ ես մնացի եւ ոչ մեկի չտեսա, որ կան շրջան փողոցներով զինված թիկնախմբերով, աչքնանց աղքնան, ուր են իրենց այսպես դրոժինիկներով, չեմ տեսնում, իրենց պալատները չեմ տեսնում, շքեղ դեղակները չեմ տեսնում, այն ինչ որ ասա եղել է իրենց մոտ։ Եվ հայերը զարմացած էլի պատասխանում են, եթե մենք ոստիկանի կարիք չունենք, եթե մենք հարկահանի կարիք չունենք, իշխանավորը ինչ պիտի անի, եթե մենք բոլորս մեր այդ աստվածային կարգը ունենք եւ մենք այդ կարգը պահպանում ենք եւ մենք գիտենք, որ դա չպահպանել չի կարելի։ Հետեւաբար մեր իշխանավորը պետք չի։ Հիմա մենք այս պատմությունը որ լսում ենք, որը մենք չենք օրինել այլ կա հին այլ ժողովուրդների աղբյուրների մեջ, մեր հայը որ լսի, այսօրվա կզարմանա, թե ինչպես կարող է, ինչպես կարելի է չթաքցնել հարկ, ինչպես կարելի է չվիճել, չկռվել, չէ։ Մեր արժե համակարգը ժամանակին, որը ժամանակի առաջ այլ է եղել, քան ասենք հիմա ենք։ Սա պետք է մեզ հետևությունների տեղիք տա։ Հաջորդ դրվագը, որ կուզեի ձեզ ներկայացնել, հին աղբյուրներում շատ հին շումերական փաստաթղթեր, աղբյուրներ, այնտեղ կան որակումներ հայկական լեռնաշխարհում ապրող ժողովուրդների, համարում են մեզ դրախտային երկիր, աստվածային օրենքների երկիր, մեր լեռնաշխարհում նաև աստվածներ են ապրում ու այն ժամանակվա մեր իրականությունը նախանձի առարկա է եղել շատ շատերի համար։ Սա եւս փաստված է, սա եթե ավելացնում ենք այն մյուս վկայություններին, որ ասացի, էլի գալիս ամբողջացնում է պատկերը, որ իսկապես մի որոշակի ժամանակ, շատ հին ժամանակ է, այստեղ մի ուրիշ որակի, ուրիշ արժե համակարգով հանրություն է ապրել։ Կան նաև որոշակի աղբյուրներ, որում արկա է թե հին ժամանակներում հայերը արքաներին ինչպես են դաստիարակել, այսինքն քրմերը դրանց մեջ ինչ դերակատարություն են ունեցել այս դաստիարակման ուղու գործընթացում, կցանկանամ դրա մասին էլ մեզ պատմեք։ Պատմությունը, որ ես ներկայացրի, երբ որ հյուրը գալիս էր արաբներ երկրից Հայաստան, դա վերաբերում է մեր պատմության այն փուլին, երբ քրմերն են ղեկավարում երկիրը եւ ասենք արքաները դեռ չկային, ռազմական ուժի կրողները առաջնային դիրքում չէին։ Իսկ արքանային շրջանը ըստ պատմաբանների մի քիչ ավելի ուշ շրջան է։ Արքայազնը, գահաժառանգը, ով որ ասենք գիտեին, որ ինքն է լինելու հաջորդ արքան, իրեն առանձնացնում էին ընտանիքից երեխա ժամանակ, տանում էին տաճար եւ այնտեղ հատուկ քուրմ դաստիարակներ կային ըստ այդ աղբյուրի Բագրատունյաց տոհմներ, երեխային վերցնում էին եւ իրենք երեխային դաստիարակում էին մի յուրահատուկ ձևերով, հատուկ ծիսակարգով։ Հեղինակը նշում է, որ ծիսակարգի բոլոր դասերը, ասեմ շերտ, փուլերը բոլորը չի որ հայտնի է, եւ ինքը նշում է, որ որոշակի պատկերացումներ կան վերջին երկուսի մասին, երբ մարդը դառնում էր տնչապահաս, նրան փուլը նախավերջին փուլը կոչվում էր հայ, եւ այդ փուլը անցնելով քրմերի օգնությամբ, այսպես ասենք, իրեն դաստիարակում էին իմիգվա տերմիներով ասած, բայց դա մի քիչ ավելի բարդ հասկացություն է եղել։ Այդ փուլը անցնելուց հետո այդ գահաժառանգը դադարում էր լինելով երկրի իրական սեփականատերը, իսկ այն ժամանակ ամբողջը համարվում էր արքայինը, քանի որ իր նիզակի, իր բանակի շնորհիվ էր ձեռք բերվել եւ պահպանում համարում իր սեփականությունը, ամեն ինչ իրենն էր։ Լինելով այդ ամբողջի սեփականատերը, ինքը չեր ունենում այլևս սեփականատիրական ձգտումներ, նկարտումներ, մտածի թե ինչպես այս ամբողջ հարստությունը բազմապատկի իր տոհմի, իր ժառանգների համար։ Քրմերը հատուկ հանում էին դա եւ ինքը դառնում էր արդեն մարդ ազգի համար, երկրի համար
դրամեր, ասենք իրար ասում են հայ։ Եվ մարդը, որ անցել էր այդ փուլը, իր մեջից մեկվա կարելի է ենթադրել, ասենք իր մոտից հանում էին կենսաբանական կապերը, իր հարազատները եւ այլն, իր մեջ, այսպես ասած, ծրագիր էին դնում, ինքը դառնում էր պետության ազգի մարդ եւ ինքը միայն դա էր իր խնդիրը, ինքը ուներ մի նպատակ իր ազգի բարօրությունը ապահովել իր ժողովրդի կատարելությունը աճը դեպի արիչ, այսպես ասենք։ Պարզ է, որ այդպիսի մարդուն պիտի հարգեին, հմայվեին եւ ուրիշները նախանձեին։ Վերջի փուլը, որ անցնում էր ապագա արքան, դա կոչվում էր, եթե չեմ սխալվում, աստվածային, ինքը դառնում էր երկրի խիղճը, երկրի օրենքը, կդադարում էր, կարելի ասել, մարդ լինելուց, անձնական ինչ որ նկարտումներ ընդհանրապես էր հանվում, փուլը հաղթահարած անձը իրեն հենց աստված է կոչում էր, կան վկայություններ, որ շատ հին մեր արքաներին այսպես էլ ասել են, աստված են կոչել, եւ հետեւաբար նման արքա ունենալը համարվում էր բարեբախտություն մեր ժողովրդի համար եւ պարզը մեզ կասային դրախտ եւ մենք ունենք փաստ, որ ուրիշ ժողովուրդներ եկել են մեր մոտ խնդրել, որպեսզի մեր արքան եւ իրենց վերցնի իր կառավարության ներքո, վստահ լինելով, որ իրենց մոտ էլ կնմանվի իրենց կյանքը դրախտի։ Այս արժեհամակարգը մենք ունեցել ենք։ Բացի դա, արքայի առաջ քրմերը այսպեսի խնդիր էին դնում ծրագիր։ Քանի որ կար հանրության մեջ 3 շերտ հիմնականում, շինականներ, ռազմիկներ, քրմեր կամ կառավարիչներ, պարտադիր պիտի այդ 3 փուլերը անցներ։ Եվ այնպես չէր, որ տարիքը լռացավ, ինքը գա եւ ասի, բավանից ես եմ թագավորը։ Ինչպես ասենք Եվրոպայի պատմության դիզի բան չկար։ Ինքը պետք է շինականի, հետո ռազմիկի փորձաշրջան պիտի անցներ, հետո կառավարիչի եւ այդ ժամանակ ինքը դառնալով արդեն արքա, քանի որ գիտեր հանրության 3 շերտերի խնդիրները ու հակադրությունները, ինքը արդեն ձգտում էր, որ ներդաշնակություն ապահովի իրենց միջև եւ թույլ չտա, որպեսզի որևէ մեկը գերիշխի է մյուսի վրա։ Այդ դեպքում դու արդեն ունենում ես բուրըն զարգացող պետություն։ Հիմա եթե հիշենք մեր էպոսը, ապա ասածս կա այնտեղ, Սասունցի Դավիթը մինչև իշխանության հասնելը հարկադրված էր ոչխար պահի, հոտ պահի, անասուն էր պահում, ինչ էր պահում։ Ինքը պարտավոր էր այդ փուլը անցնել, որ իմանար հասարակ մարդը ով է, որպեսզի վաղը մյուս օրը որոշում կայացնելուց ինքը իմանար։ Ինքը նաև պետք է գնար կռվեր, որ իմանար կռիվը ինչ է եւ զինվորը ինչ է, իրենց խնդիրները պետք է իմանար։ Հետո նոր կառավարության հմտություններ սովորեցնեն, հետո նոր հայոց աշխարհի իշխանությունը տային իրեն, որ ինքը արդեն լիներ արդար, ինչպես ասում են, արդար դատի չէ որ թակավորից դու։ Ինքը արդեն լիներ արքա։ Ու դուք երևի զուգահեռ համեմատություն անում եք ներկայի հետ։ Եվ ի վերջո դուք ներկայացրիք հնագույն արժեհամակարգը, բայց այսօր տարբերվում են այս բոլոր արժեհամակարգերը, այսինքն իսպառ բացակայում են մեր համակարգից։ Ինչ խորհուրդ կտաք, ինչ է տեղի ունեցել այսօր եւ որ փուլում է այս արժեհամակարգը խաթարվել։ Այնինչ ես ձեզ ներկայացրեցի, դա ամբողջականը չէր, քանի որ հետագա ու շրջանում էլ կան վկայություններ, ասենք բյուզանդական կայսրության շրջանում հայերի վերաբերյալ կան պահպանված վկայություններ, որ եթե դու դրանք էլ համադրում ես այս ամենին, դու մինչև 10-րդ դար հայի կերպարը, իր արժեհամակարգը ուրիշ է եղել, 10-րդ դարից սկսած ու մինչև 10-րդ դարը արդեն process-ը գնում էր, տեղի ունեցել վերափոխում տեսակի, քաղաքական եւ այլ պատճառներով, ես դրան չանդրադառնամ ու հիմա ասենք մենք այս տեսակն են, որ այստեղ կանք։ Եթե ուրիշ ժողովուրդներ քաոսից դեպի կարգավորում, ցավոք սրտի մեր մոտ եղել է կարգավորումից ընթացք դեպի քաոս, եւ հիմա մեր խնդիրն է ամբողջությամբ վերլուծել մեր անցած ճանապարհը, բարձելու մեր իրական կերպը, ով ենք մենք, եթե կպարզենք, ապա նաեւ կունենանք այն հարցի պատասխանը, թե եթե մեզ տրված էր այդ արժեհամակարգը, ապա ինչի համար է տրված, որ նպատակի համար է տրված, որպես ազգ, որպես հանրություն, ինչ էինք անում դա, ինչ դեր ունեինք աշխարհում, եթե այս ամենը մեզ հաջողվի վերականգնել, ես դրանում կասկած չունեմ, այդ դեպքում մեր խնդիրներն են կփոխվեն, մեր նպատակներն են կփոխվեն եւ մենք այս ճայճից դուրս կգանք։ Շնորհակալություն, պարոն Պեպանյան, սիրելիներ, այսօր այսքան հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ազատության լրատվականի հայագիտական ձայնարարի հաղորդաշարը։ Հաջողություն կհանդիպենք։